Խաղացուն սիրելի քրիստոնյա, եղիր օրհնված, Տերը օրհնի քեզ։ Մի հրաշալի, շատ կարևոր, մեզ բոլորիս վերաբերվող Քրիստոսի խոսքերը, որը վերաբերվում է կարելի ասել ցանկացած մարդու, ով իրեն քրիստոնյա է համարում, կամ էլ քրիստոնյա չլինի, ցանկացած մարդին սա վերաբերվում է, ով ուզում ես եղի։ Մարկոսի ավետարան 7-րդ գլուխ 11 խոսքից Հիսուսն ասում է, 14-ից ասում է, կներեք 15-ից, ասում է ոչինչ չկա մարդից դուրս նրա մեջ մտնողը, որ կարողանա պղծել նրան, այլ նրանից այն դուրս եկողներն են, որ մարդին պղծում են, ով որ լսելու ականջ ունի, թող լսա, թե ինչ է Քրիստոս ասում այսօր ինձ և քեզ։ Այսինքն ասում է, դսից եկող ոչ մի բան քեզ չի կարա պղծա, այլ քո բերանից, քո լեզվից դուրս եկողն է քեզ պղծում։ Հիմա մեկը երեք ինձ հայոյանքեր գրե, այդ հայոյանքով ոչ թե ինձ է վնասում, ինձ է այդ հայոյանքը պղծում, այլ նրան, ով որ դա հայոյում է, այլ նրան, ում շուրթերից, ում սրտից դա դուրս է եկել, որովհետև Քրիստոսը նորից ասում է, մարդից դուրս եկողն է պղծում մարդուն, այսինքն քո շուրթերից դուրս եկողը քեզ պղծում է, կամ էլ օրհնանք ես խոսում, քեզ է օրհնում, ամեն խոսք, առաջուց որ դուրս է գալիս մարդու բերանից, առաջինը դա կամ պղծում է, կամ օրհնում է տվյալ մարդին, ով որ դա խոսում է։ Հիմա ասում է, որովհետև ներսից մարդկանց սրտերից են դուրս գալիս չար բաները, չար խորհուրդները, ամեն շնությունը, գողությունը, ագահությունը, չարությունը, հայոյանքը, նենգությունը, պիղծանկությունը, չար աչքը, անգամ մարդի սրտից է դուրս գալիս, հայոյությունը, ամբարտավանությունը, ազգամությունը, այս ամենը չար բաները ներսից են դուրս գալիս և մարդին պղծում։ Հիմա ստրանցով խոսողը շատ ժամանակ մեկը մեկին հայոյում է, գիտի թե այդ հայոյանքը դիմացինին է ազդում, անիծում է, չէ, նա ով որ հայոյում է, նա ով որ անիծում է, դա իրանն է պղծում, որտև արդեն ինքը պղծված է, որտև դա պիղծ ոգուց է դուրս գալիս, պիղծ ոգի ունեցողը պիղծ էություն, պիղծ բառեր է խոսում, սուրբ հոգի ունեցողը սուրբ էություն, սուրբ է խոսում,